Ստանդարտ պայմանագիրը, որ սպառողին տալիս եք կնքի, լինի ինտերնետին միանալիս, թե բանկային որևէ ծառայությունից օգտվելու համար, պարզեցրեք, հասկանալի դարձրեք։ Հուլիսի 1-ից երկրում նոր օրենք է գործելու, բիզնեսներին զգուշացնում են մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից։ Յուրաքանչյուր տարակարծության կամ հակասությունների դեպքում օրենսդիրը սահմանել է, որ հիմք է ընդունվում ի օգուտ սպառողի մեկնաբանությունը։ Նորույթները տնտեսվարողներին ներկայացնելու համար հանձնաժողովն էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քննարկումների շարք է նախաձեռնել։ Այս մեկը վերաբերում է պատրաստի, տիպային, բոլորի համար մշակված պայմանագրերին։ Իրավաբանները երբեմն տարբեր հնարքներ են գտնում օրենքին չհակասող դրույթներով ընկերությունների շահերն առաջ մղելու համար։ Դրանք արդեն պարտադիր պետք է հավասարակշռվեն, հանվեն փաստաթղթի տողատակեր խցկվող միակողմանի կետերը։ Տարբեր իրավիճակներում հանդիպած դեպքեր է ներկայացնում հանձնաժողովի անդամը։ Օրինակ, որ տնտեսավարող սուբյեկտը ներառում է պայման, որ սպառողը հրաժարվում է որևէ ձևով պայմանագրի չկատարման համար իրենից փոխհատուցում պահանջելու իրավունքից, իր դատական պաշտպանության իրավունքներից է հրաժարվում։ Կամ օրինակ ավտոմատ երկարաձգվում է, եթե սպառողը չի առարկում, այն դեպքում, երբ սպառողին ողջամիտ ժամկետ չի տրամադրվել պայմանագիրը լուծելու, կամ երբ միակողմանիորեն փոփոխվում են պայմանները։ Օրինակ նշված է պայման միացման պայմանագրում, որ հետագա գինը կարող է փոփոխվել միակողմանիորեն միայն տնտեսավարող սուբյեկտի կողմից։ Այս պայմանը ևս կարող է դիտարկվել անարդար պայման եւ ինչն է շատ կարևոր փոփոխություն այս օրենսդրական փաթեթով նախատեսվող, որ անարդար պայմանները ի սկզբանե համարվում են առոչինչ։ Անարդար է որակվելու նաև, երբ կահույք արտադրողը պայմանագրում նշած 200,000 դրամը փորձի հետո 250,000 դարձնել, գնորդին հնարավորություն չտալով ընտրի պատվերից հրաժարվի, թե այնուամենայնիվ վերցնի թանկացած ապրանքը, կամ մեկ այլ իրավիճակ 100,000-անոց գործարքից հրաժարվելու դեպքում 200,000-ի փոխհատուցում պահանջեն եւ այլն։ Օրինակների վրա հատ-հատ բացատրեցին բիզնեսի ներկայացուցիչներին, լսեցին նրանց հարցերը։ Կհորդորեմ ձեզ լինել ակտիվ եւ անհասկանալի հարցերի դեպքում հարցումներ ուղարկել թե էկոնոմիկայի նախարարություն եւ թե հանձնաժողով։ Օրենքն ի դեպ նոր գնահատողական մոտեցում է ձևակերպել անարդար պայման բնորոշման համար, այն է, եթե սպառողը հնարավորություն ունենար բանակցել բիզնեսի հետ կամ մասնակցել պայմանագրի մշակմանը, տվյալ կետը կհաներ փաստաթղթից։ Բիզնեսի ոլորտը կապ չունի խնդրին նայելու են հանրային շահի տեսանկյունից, վստահեցնում են հանձնաժողովից։ Եթե նախկինում օրենքը նախատեսում էր անարդար պայմանների սպառիչ ցանկ, դրանք 8-ն էին, այս փոփոխություններից հետո դրանց շրջանակը էականորեն ընդլայնվել է, դրանք շուրջ 11-ն են։ Անարդար պայմանների առանձին կետեր չեն վերաբերվում ֆինանսական ոլորտի կարգավորումների, ֆինանսական ոլորտի գործունեությանը, դրանք հստակ այդ կետերը արձանագրված են օրենքում, սակայն ոլորտային սահմանափակում օրենքի կիրառությունը չունի, այսինքն որևէ ոլորտ դուրս բերված չի օրենքի կիրառման գործողության շրջանակից։ Օրենքը հետադարձ ուժ չունի, տարածվելու է միայն հուլիսի 1-ից հետո կնքվող պայմանագրերի վրա։ Դրանցում խախտում ունեցող տնտեսվարողներին պատժի, նախազգուշացմամբ կամ հասույթի մինչև 5%-ի հասնող տուգանքով։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։